Սիրելի ավադագիցներ, եւ բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ հերադեսիլի միջոցով, ICFN.TV-ի միջոցով։ Աշխարհի որևէ մեկ անգյունի մեջ, ուր որ եք, Աստված օրհնեցես, առողջ բահեցես, հավատքով բահե, անփորձանք անվտանգ բահե։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի։ Ժամը 9:40 անգլերեն լեզվով պաշտամունք, 11 հայերեն լեզվով պաշտամունք, ժամը 10-ին Աստվածաշունչի սերտողություն դարբեր տարիքներում։ Եվ անշուշտ մանրամասնությունները նաև տրված է բուլետինին մեջ։ Հիշեցնեմ 23 նոյեմբեր Thanksgiving Sunday գիրագի, Thanksgiving-ի գիրագին ժամը 11-ին միացյալ պաշտամունք ունենք, հայերեն եւ անգլերեն միասին, եւ որ մեր ետքը Thanksgiving-ի ջաշ կա, որ բոլորտալ հրավիրված եք ջաշին ժամը 12-ին։ Անշուշտ փոքրերը ունին իրենց հատուկ ծրագիրը Thanksgiving-ի այս ամսվան մեջ, Thanksgiving-ի գիրագին մեկ օր առաջ 22 նոյեմբեր ժամը 12 երկուեն 13 տարեկաններու համար։ Անշուշտ դիգիններ, այլ մարդիկ իրենց ծրագիրներ ունին ամսվա առաջին շաբաթօրը այլ մարդոց Աստվածաշունչի սերտողություն ծրագիր դիգինները նույնպես նույնադեն եւ 3 շաբթի օր մեր քույրերը գավակվին հատուկ պաշտամունքի։ Իսկ երիտասարդներ ուրբաթ երեկոյան ժամը 7-ին բադայներ երիտասարդներ իրենց հատուկ ծրագիր ունին եւ արծոփառք կտանք մեր երիտասարդական խումբին համար նաեւ։ Անշուշտ դեկտեմբեր կմոտենանք, դեկտեմբեր ամսվան մեջ ունենք Քրիսմասի հատուկ ծրագիր եւ Քրիսմասի հատուկ ընթրիք, հայտարարությունները հաջորդին ցեզի կհասնի արդեն։ Եվ այս բոլորին մեջ հիշենք եւ փառք Աստծո իր օրհնություններուն համար եւ շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալության ամսվան մեջ անցնող գիրագի շնորհակալություն հայտնեցինք մեր նվագողներուն, երգողներուն եւ այսօր կուզեմ շնորհակալություն հայտնել մեր ցայնային sound system-ի հրաշալի օրիորդներուն, որոնք ռեշտակներունս են, որոնք յետևը նստած ամեն գիրագի ցայնային այս ծրագիրներուն յետև գինան շնորհակալ ենք ցեզ մե եւ բոլոր անոնք, որոնք երբ իրենք կբացակային գոկնեն նաեւ հոն ցայնային այս լսողական այս TV ծրագիր, Facebook-ի, YouTube-ի իրապես Աստված օրհնե եւ նաեւ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն անձերուն, որոնք թուրը գիգենան պաշտամունք չսկսած եւ բուլետինները կփաշտեն։ Մեկ անց չէ, մեկ ավելի անց թող Աստված օրհնե բոլորին ծառայությունը։ Հիշեցեք շնորհակալության այս ամսվան մեջ շնորհակալ լալ Աստծո, բայց նաեւ շնորհակալություն հայտնել ուրիշ անձիմը։ Փարեգամիմը, ծրացիմը գվայելենք Աստծո օրհնությունները։ Աստծո սրբազան խոսքեն գարտացվի 119-րդ Սաղմոսեն, բայց այդքի առաջ հայտարարությունը գա, որ պիտի խնդրեմ մեր միշնի ծրագիրը տասավորող Անդիեն անցանի գսենք հայերենով, որպեսզի ինքը նե այս հայտարարությունը աստիճան գիրագի հայտարարեցի Անդի Հաջիսեգուր։ Thank you, Badveli. Բարի լույս, մենք միշիների հետ որոշել ենք, որ այս տարի քանորով ուտելիք պիտի հավաքենք, մյուս գիրակի եւ 20-րդին ինչքան որ ունեք բերեք, եթե չեք ուտելու կամ եթե խանութ պիտի գնաք ուտելիք առնելու, մի քանի հատ վերցրեք, եթե ձեր սիրտը Աստված տա։ Մենք հավաքում ենք, որ տանք local food bank կա, որ իրանք մեր կողքի ժողովուրդները հարևաններին բաժանի, ով որ սոված է եւ չունի։ I'm going to say this in English. We're doing a canned food drive. If for the next 2 weeks, if you feel God has put it on your heart to donate, I encourage you to bring what you have in your pantry, what you can grab when you go grocery shopping. This is going to go to a local food bank that's going to serve our local community.
So I highly encourage everyone to do it. We would really appreciate it, and your neighbors would appreciate it. Thank you. Շնորհակալություն եւ Աստուծո խոսքին կանցնենք։ 119-րդ Սաղմոս 30-րդ համարեն մինչև 40-րդ համար։ Ով դեռ սորվեցուր ինձի քու կանոններու ջամփան ու մինչև վերջը պիտի բահեմ զանիգա։ Իմ աստունը լեզիս, որպեսի քու օրենքդ բահեմ ու բոլոր սրտով զանիգա գործադրեմ։ Առաջնորդ է ինձի քու պատվիրանքներու չավիրին մեջ վասնզի անոր հավնեցա։ Իմ սիրտս քու վկայություններու հոժարեցուր ու ոչ թե ակահության։ Ետ դարձուր իմ աչքերս, որպեսի սնոդի բան չտեսնեն եւ զիս քու ջամփուտ մեջ կենթանացուր։ Հաստատե քու խոսքդ քեզ մե վաղցող ծառայիդ վրա։ Ետ դարձուր ինձ մե իմ նախադինքս, որ մե գվախնամ, վասնզի քու տադաստաններդ բարի եմ։ Ահա ցանկացի քու հրամաններուդ, քու արդարությանդ մեջ կենթանացուսիս։ Ամեն։ Իսկ երկրորդ հատվածը առնված է Դիմետրիոսի ուղված նամակեն, վրարակյալը գսե «Տուն հաստատուն գեցիր այն բաներուն մեջ, որոնք սորվեցար ու որոնց հավատացիր։ Վասնզի գիտես, թե որ մեզ սորված ես, նաև քու մանկութենեթի վեր սուրբ կրկերը գիտես, որոնք կրնան իմաստուն ընել քեզ փրկվելու Քրիստոս Հիսուսին վրա եղած հավատքով։ Բոլոր գիրքը Աստուծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրադելու համար, որպեսի Աստուծո մարդը գադարյալը լա ամեն բարի գործերու պատրաստված։ Ամեն։ Սելի ավադագիսեր, սելի քույրեր եղբայրներ, ամեն տարի աշխարհի դարբեր եկեղեցիներու մեջ, դարբեր երկիրներու մեջ, նոյեմբեր ամիսը կնվիրվի աշխարհի ամենեն զորավոր գիրքին, Աստվածաշունչին։ Եվ նոյեմբեր ամիսը կնշվի համաշխարհային Աստվածաշունչի ամիս։ Անշուշտ այս ամիսը բարձրապես հիշեցումը չէ Սուրբ Գիրքին արժեքին մասին, այլ հրավերն է վերակտնելու Աստվածաշունչի վերափոխիչ զորությունը մեր կյանքերուն մեջ, մեր եկեղեցիներուն մեջ, մեր շրջապատին ու աշխարհին մեջ։ Իրականության մեջ ամենեն ճշմարիտ խոսքը, որ մեկը ասած է, անցմը, որուն Աստվածաշունչը մաշած է, իր կյանքը չի փլիր։ Այսօր ցավի սիրճատմը Աստվածաշունչներ չեն մաշիր, փոշիով գծածկվին։ Եվ այս ամսվա հարցումը մեզ մերականչուրիս, ինչ դեղ ունի Աստուծո խոսքը մեր առօրյա կյանքին մեջ։ Եվ եթե կգարտանք զայն որպես գիրք, պատմություն, թե գթողունք, որ Աստվածաշունչը ձևավորե վերափոխե մեր կյանքը։ Առաջին, Աստվածաշունչը զաստված հայտնող խոսքը։ Այսօր զանազան ցայներ կան աշխարհի մեջ։ Բայց Աստվածաշունչը միակ ճշմարիտ ցայն է, որ կհայտնե թե ով է Աստված։ 5 դեկարանին մեջ կտեսնենք, երբ Մովսես հարցուց, ով ես տուն այրող մորենին առջև, Աստված պատասխանեց, ես եմ, որ ես եմ։ Ծննդոցեն մինչև հայտնությունով անու։ Աստվածաշունչը բարձ դերեկություններու, գիտելիքներու գիրք չէ, այլ հայտնություն է։ Աստվածաշունչը կբացահայտե Աստուծո սիրտը, ծրագիրը, Աստուծո սերը, փրկության բարի լուրին գամքը։ Առաջի Սամուելի 3-րդ գլխուն մեջ կտեսնենք, երբ բադանի Սամուել կքնանար տաճարին մեջ, ցայն մը լսեց,
չջանցավ ով է։ Միայն անդեն երբ հեղիեսավ խոսե դեր զարատ կլսե։ Սամվելը սկսավ ստանալ Աստուծո խոսքը։ Նույնպես այսօր Աստված գշարունակե խոսիլ իր խոսքով։ Բայց հարցումը Աստուծո ցայնը գլսենք։ Այսօրվա հերացայներու, ցերկի հերացայներու, համացանցերու, ցանուցումներու աշխարհին մեջ Աստուծո խոսքը, Աստվածաշունչը գսպասե հանդարտ կարևոր առաջնահերթ դերմը ստանալու մարդոց կյանքերնես։ Ադեններ մտքես կանցնեմ։ Եթե հավատացյալներս մենք Աստվածաշունչը սերդենք այնչափ, որքան մեր ցերկի հերացայները գստուկենք, հավատացեք աշխարհը արթնության մեջ կլա։ Չեմ ուզել հարցնել օրական քանի վայրկյան ցերկի հերացայինին գնայինք, քան որ ժամեր կան։ Եթե այդ ժամերը անշուշտ չափազանցված դլա օրական 4-5 ժամ Աստվածաշունչը սերդել առօրյա կորձին մեջ, բայց բահմը պատկերացուցեք, աշխարհի վիճակը ինչ կլա այսօր։ Ուրեմն այսօր սիրելիներ եկեք մաքրենք մեր լսող ագանչները, փառք Աստուծո ագանչ ունենք, բայց մաքրենք մեր լսող ագանչները, որովհետեւ Աստուծո ցայնը լսենք, եւ ոչ թե միայն բառեր, լսենք Աստուծո հոգևոր ցայնը։ Երկրորդ, Աստվածաշունչը կյանքեր փոխող խոսքը։ Բողոս Արաքյալ գշեշտե թե Աստվածաշունչը օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրադելու համար։ Իսկ Եփրայեցիներու նամակին մեջ կսե Աստուծո խոսքը գենթանի է ու զորեր եւ ամեն երկսայրի սուր է գտրուկ։ Սելիներ Աստվածաշունչը անշարժ գիրք չէ, գենթանի, կործուն։ Երբ մեր ասկի պատմությունը սերդելու լան, գտեսնենք, թե երբ Աստուծո խոսքը լսեցինք, կյանքեր փոխվեցավ, եւ դարձանք առաջին ազգը, որ քրիստոնեությունը պետական գրոն հռչակեցինք։ Ինչու՞։ Որովհետեւ Աստուծո խոսքը միայն դերեկություն չի դար, այլ մեր ներսիտին գտապանցե, գշարժե, գարտնցնե եւ մարդը առածը նոր անց կդարձնե։ Աստվածապան Մարտին Լութեր գսե Աստվածաշունչը գենթանի է, գխոսի ինձի, գվազե իմ յետևես, ունի ցերկեր եւ զիս գբրնե։ Իրականության մեջ երբ Աստվածաշունչը թարգմանվեցավ ժողովրդին լեզվով, ժողովրդին կյանքի պատմությունը հեղաշրջվեցավ։ Որովհետև հոնուր որ Աստուծո խոսքը կբացվի, խավարը կփախչի եւ ճշմարտությունը կփայլի։ Եվ հիմա օրինակ մտանք մեր փանաստերներեն, մեր նշանավոր փանաստերներեն Բարյուր Սևակ։ Անցյալներ մեր եկեղեցին անցմը Հայաստան էր եւ կացած այցելած էր Բարյուր Սևակի դուն թանգարանը։ Եվ բադին վրա հետևյալը թրված է, որ գրգեցինցի։ Նա ով չի գարտացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով քրակետ մարդ կոչվել։ Կարծեմ Հայաստանի մեջ ասիկա շատ ավելի պետք է դարածվի, որպեսզի վերադառնանք մեր բաբերու հավատքին։ Միսիոնարը նոր գդագարան բաժնեց հերավոր գյուղի մեջ։ Դարիներ յետ, երբ վերադարձավ, գտավ գյուղը ամբողջովին փոխված։
ընտանիքներ իրար հետ հաշտված, ամուսնություններ ամուր հիմերու վրա, բռնություն չեր մնացած։ Եվ Քյուրաբեդը գսե, երբ սկսանք գարտալ այս գիրքը, Աստվածաշունչը, հասկացանք, որ Աստված մեզի գխոսի եւ ոչ թե ուրիշներուն մասին, Աստված մեզի գխոսի։ Այս է Աստուծո խոսքին, Աստվածաշունչին զորությունը, գփոխի այն հոգիները, որոնք բաց են անոր դիմաց։ Եվ որքան լսած եմ անձրև, որոնց կյանքին մեջ իրենց մեծ մայրեր կամ մայրեր աստեցություն ունեցած, դաստիարակած զավակներ եկեղեցիով եւ Աստվածաշունչով, ցանած Աստուծո խոսք մարդոց կյանքերում մեջ։ Պողոս առաքյալ գսե, որովհետեւ Աստուծո մարդը գադարյալը լա ամեն բարի գործերու պատրաստված։ Այսինքն Աստվածաշունչը թանկարանային կիրք չէ, առաքելության ծրագիր, ցերնակ։ Երբ Տեր Հիսուս անաբադին մեջ սատանային փորձվեցավ, չպատասխանեց ըսկացումներով, պատասխանեց կրվածքով։ Գսե կրված է թե, Տեր Հիսուս գսե, կրված է թե, Աստուծո խոսքը Տեր Հիսուսի զենքն էր, ճակերտյալ։ Սերներ այսօր կապրինք փորձություններով լեցուն աշխարհի մեջ։ Աստուծո խոսքը գզին է մեզ թիմակրավելու մեր ամենօրյա փորձությունները, հուսահատությունները, դժվարությունները, դարաբանքները, անորոշությունները։ Երբ մարդ գործված է, Աստվածաշունչը գարաշնորհ է։ Երբ մարդ դգար է, Աստվածաշունչը գզորացն է։ Երբ մարդ մութ ջամփաներու մեջ է, Աստվածաշունչը գլուսավոր է։ Գլուսավոր է մարդուն քայլերը։ Միշտ մեր մտքին մեջ ունենանք, Աստվածաշունչը մեր զրահն է, մեր հոգևոր կյանքի սնունդն է եւ մեր առաջնորդն է։ Եվ այսօր համաշխարհային Աստվածաշունչի ամսվան մեջ գոչը գարտալ վգայել, գարտալ ապրիլ վգայել։ Նոյեմբեր ամիսը գիշեստ է մեզի շնորհակալության ամիս, նաև նոյեմբեր ամիսը գիշեստ է մեզ մեր յուրաքանչյուրին, թե մենք չենք կանչված միայն գարտալու սիրուն, կանչված ապրելու գարտացածը, այլապես ինչ օգուտ։ Ինչ օգուտ, եթե կոց սորված ենք Աստվածաշունչի եւ չենք ապրիլ, գարտալ, ապրիլ, դարաձել, վգայել։ Այսօր աշխարհի մեջ միլիոնավոր մարդիկ կան, որ իրենց լեզվով Աստվածաշունչ չունին։ Մինչ այդ մյուս կողմը շատեր Աստվածաշունչ ունին, եւ նույնիսկ մեր ցերկի հրացայներուն մեջ Աստվածաշունչ ունին, բայց կգարտացվի։ Իրականության մեջ հավատացյալը կանչված է լալու գենթանի Աստվածաշունչներ, որպեսզի մարդիկ տեսնեն Տեր Հիսուս Քրիստոսը հավատացյալի կյանքին մեջ։ Աստվածապանը գսե, Աստվածաշունչին անկիդությունը Քրիստոսին անկիդությունն է։ Այսինքն եթե գբնտենք, թե գսիրենք Տեր Հիսուս Քրիստոս, կնշանակի թե պետք է սիրենք նաև անոր խոսքը։ Եվ եթե գսիրենք Տեր Հիսուսի խոսքը, կնշանակի թե պետք է բաժնեկցենք զայն ուրիշներուն։ Եզրակացնենք։ Ինչպես գիտեք, աշխարհը փոխված է։ Անշուշտ նույն հողը, նույն քարին մասին չեմ խոսի։ Աշխարհը փոխված է եւ կշարունակի փոխվել։ Օրինակ, լեզուներ գմորսվին։ Եվ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ երթանք, հայերենը
վտանգված լեզուներու շարքին է, որ կրնա աշխարհի մագերեսեն գործվիլ, եթե չբահենք։ Ժողովուրդներ, մշակույթներ կան հետանան։ Բայց ձերոջը խոսքը հավիտյան կմնա։ Գայսրություններ, թագավորություններ եկան ու անցան։ Դարբեր խավերու մարդիկ եկան ու կացին, բայց Աստվածաշունչը մնաց գենթանի, խոսուն, հաստատուն, որովհետև Աստվածաշունչը մարդոց խոսքը չէ, Աստուծո խոսքն է։ Մարդոց խոսքը գերտա, Աստուծո խոսքը կմնա։ Մեր աղոթքը համաշխարհային Աստվածաշունչի ամիսը լա մեր եւ Աստուծո գենթանի խոսքին հետ հարաբերություններու վերանորոգումի ուխտեր նորոգելու ադիտմը։ Եվ թող մեր սրտերը, մտքերը, հոգիները հավատքով, գործնականորեն վկայեն Սաղմոսերկույն աղոթքը, որ գանչված ենք մեկ ամեն մեկուս աղոթքի վկայությունը լա, ով դեր քու խոսքդ իմ ոտքերուս ջրակ է ու իմ շավիռներուս լույս։ Ամեն։ Օրհնյալ ըլլաք։ Միասնապար մեր դելոջ սորվեցուցած աղոթքը գաղոթենք եկմալյան եղանակով և հետևինք մեր Քրոջ։ Զիքոյ է արքայություն, զորություն և պարկ հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության աստվածը ծեզ բոլորովին սուրբն է, ու ծեր հոգին մարմինն ու շունչը անարատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի կալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ծեր բոլորին, ծեր ընտանիքներուն, ծեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղության։ Ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ։ Հիմա և միշտ հավիտյանս։ Ամեն։